Հարմար տեղավորվեմ սիրելիներս այսպես ու սկսենք մեր վլոգը ասեմ, որ լինելու է հարց ու պատասխան վլոգ, քանի որ վաղուց եմ խոստացել, որ զրուցելու եմ ձեր հետ, բայց մինչ վլոգին անցնելը ուզում եմ ողջունեմ բոլորիդ, բարի երեկո բոլորիդ, սիրելիներս, իմ բարի, իմ հարազատ դարձած, իմ լավ ընկերներս, անչափ սիրում եմ բոլորիդ, պաչիկ եմ ուղարկում բոլորիդ, սիրելիներս, անչափ շնորհակալ եմ, ամեն անգամ ասում եմ ու էլի կասեմ ու չեմ հոգնի, անդադար ասելու եմ, որ դուք այդքան լավն եք, այդքան բարի եք ու այդքան դրական եք, թող միշտ բարին ու դրականը իշխի իմ ալիքում, մեր հարաբերությունների մեջ միշտ բարին, միշտ դրականը, այսպես որ մենք հարազատի պես ջերմ շփվենք, ես ցույց տամ իմ վլոգները, մեր առօրյան, մեր կենցաղը, մեր ուտեստները, մի խոսքով խառը մեր վլոգները, իսկ դուք ձեր սիրուն, բարի մեկնաբանություններով այդպես ուրախացնեք ինձ, անչափ շնորհակալ եմ, նորից եմ ուղարկում իմ ջերմ պաչիկները, գրկում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, ինչպես որ բոլորդ հասցրել եք այս կարճ ժամանակահատվածում սիրել մեզ, մեր ընտանիքը, շատ շնորհակալ եմ այդքան լավ, բարի խոսքերի համար, շնորհակալ եմ ամանորյա բարեմաղթանքների համար, սիրելիներս, մաղթում եմ բոլորիս, մեր հայ ազգին, աշխարհի բոլոր մարդկանց, որ լինեն խաղաղ, երջանիկ, սիրեն եւ լինեն սիրված, ապրեն ուրախ ու երջանիկ, թող բոլորի երազանքները կատարվեն, այո, թող հետևում մնա 2025 թվականի դժվարությունները, փորձությունները, ինչ դժվարություններ, որ ունեցել եք, փորձություններ, առողջական խնդիրներ, եթե եղել են, բոլորդ ամենակարևորը սիրելիներս եղեք առողջ, իսկ մնացած բաները վաղ թե ուշ ինքնըստինքյան լինելու են, մենք ենք ստեղծողը, մենք ենք անողը, դնողը, մենք ենք մեր կենցաղը, մեր շուրջը, մեր ամեն ինչը ստեղծողը, իսկ առողջությունը արդեն շատ կարևոր է, որ մենք ունենանք ու պահպանենք, դե ինչ հուսով եմ, մինչ դա էլ ասելը, շնորհակալ եմ նոր բաժանորդներիս, անչափ շնորհակալ եմ, որ եկել ու միացել եք ու միանգամից սիրել եք մեզ, հենց առաջի տեսանյութերը նայելուց բոլորը գրել են, որ առաջի անգամ ենք դիտում ու շատ սիրել ենք ձեզ Անի ջան, շատ հավանել ենք ձեր մարդ տեսակը, ձեր ամեն ինչը, մի խոսքով դուք գիտեք ինչեր եք գրել, մեկնաբանությունները բոլորը կարդում եմ, բաժանորդագրվեք սիրելիներս, տարածեք, որքան կարող եք, այդպես շատ օգնած կլինեք ինձ, թող որ բաժանորդագրվեն, դնեն լայքերը եւ նայեն տեսանյութերը մինչև վերջ, քանի որ դա շատ կարևոր է եւ շատ կօգնեք իմ ալիքի զարգացմանը, ինչի համար շատ շնորհակալ եմ սրտիկներս, այսպես, հուսով եմ բան չմոռացա, ասեցի, այո, այսպես, ուրեմն այսօր կանենք հարց ու պատասխան վլոգը, շատ հարցեր ա ինձ տրվել, այս 2.5-3 շաբաթների ընթացքում, 3 համարյա, որ իմ ալիքը արդեն բացվել է, շատ մարդիկ են միացել, շատ մարդիկ են հարցեր տվել, որը ես իրենց խոստացել եմ բոլորին էլ, մի օր անպայման առանձին վլոգ կանեմ ու կպատասխանեմ այդ հարցերին ու եկել այդ օրը, ուզեցի այս խառը իրավիճակների մեջ սիրելիներս ժամանակ տրամադրեմ դա անեմ, որպեսզի իմ պարտականությունը կատարած լինեմ ու այսպես ասեմ, այն որ մի բան պետք է անես ու խոստանում ես, որ անես, անպայման ուզում ես, որ անես, վերջացնես, որ անցնես քո հաջորդ անելիքներին, դա էլ մի պարտականություն է ինձ վրա, որ ես պետքա կատարեմ ու հիմա կանցնենք հարցերին, համ հեռախոսը մոտս է, համ էլ ինձ մոտ գրառումներ եմ արել, որոշ բաներ, որ չմոռանամ հանկարծ, եթե հանկարծ ինչ-որ մեկին էլ մոռացած լինեմ, կնշեք մեկնաբանություններում, սիրելիները շատ մարդիկ են ինձ միացել, նաև ասեմ
նշում են տարբեր երկրներից, ինչի համար շատ հաճելի եմ, բոլորդ նշեք, որտեղից եք ինձ միացել, որտեղից եք ինձ նայում, այսպես, պատրաստվում եք ամանորին, թե ոչ, ինչ եք արել, ինչ խառնա բոլորիդ տներում հիմա պատկերացնում եմ ամանորյա եռուզեռնը, դե ինչ, եկեք անցնենք ձեր հարցերին, այսպես, եկեք հեռախոսով էլ մտնեմ իմ էջը, սիրելիներս, եկեք հեռախոսով էլ մտնեմ, եթե հանկարծ կողքից աղմուկ կլսեք, կներեք, դա հովուլն ու սոնուլն են, իրենք խաղում են, եթե հանկարծ աղմուկ լինի, ներողություն եմ խնդրում նախապես, բայց թող խաղան ավելի լավ, որ ինձ չխանգարեն, հարմարացրել եմ, ժամանակ եմ գտել, առանձնանամ, այսպես, արդեն իմ էջում եմ, բացել եմ էջս, ուստեղ իմ գրառումներն էլ ունեմ, արած, պատասխանեմ առաջի հարցին, որ գրել եք, տվել եք ինձ, սիրելիներս, եթե վլոգները նայում եք, դիտում եք, սկզբից մինչև վերջ, հավանաբար կլսեք էլ, որ ասում եմ, որտեղ եմ ապրում, ով եմ, ինչ եմ, շատ չեմ մանրացել, ճիշտ է, ով ինչ ոնց, որտեղ եմ ապրում, բայց հիմա մեր շատ սիրելի հետևորդներից մեկը հարցրել էր, որ պատմեմ մեր մասին, ասեմ որտեղ ենք ապրում, ում հետ ենք ապրում, ովքերով ենք ապրում տանը, մի խոսքով ուզեցել էր, որ ես անպայման պատմեմ մի փոքրիկ մեր մասին, մեր ընտանիքի մասին, որտեղ ենք ապրում, ում հետ ենք ապրում արդյոք, առանձին ենք, միասին ենք, այսպիսի հարցեր եղել է սիրելիներս, դե ինչ, եկեք հերթով պատասխանեմ, ուրեմն սենց ասեմ, ես Անին եմ, ունեմ ամուսնացած եմ, ունեմ 2 բալիկներ, Սոնայիս ու Հովուլիս արդեն տեսել եք, մենք ապրում ենք ամուսիններով աշտարակ քաղաքում, առանձին ենք ապրում, մեր փոքրիկ ընտանիքով ապրում ենք առանձին, ապրել ենք կեսուր կեսրարիս հետ, դե բնականաբար իմ ամուսինը մեծն էր, մենք առանձնացել ենք, մենք ապրել ենք քաղաքում, դրա համար, որ ասում եմ գնում ենք մեր ամեն ինչը քաղաքի հետ է կապված, դրա հետ էլ է շատ պայմանավորված, որ մենք ապրել ենք քաղաքում ու եկել ենք քաղաքից, Երևանից, այսպես, առանձնացել ենք, մեր ընտանիքով եկել ենք արդեն ստեղ ապրելու, ճիշտ է, Հովուլս արդեն այս տանն է ծնվել, մի խոսքով, սիրելիներս, դե ինչ, ապրում ենք 4-ով, ամուսիններով, այսպես, հարցրել էիք ամուսնուս համար, որ ինչու չի երևում վլոգներում, կամ ցանկանում է արդյոք երևալ, նկարահանվել վլոգներում, թե ոչ, սիրելիներս, նախ ուզում եմ իմ խորին ու անչափ մեծ շնորհակալությունը հայտնել իմ ամուսնուն, ով այս պահին աջակից եղավ ինձ, ով թիկունք եղավ ինձ, ով թույլ տվեց ինձ, որ ես կատարեմ իմ վաղուցվա, այսպես ասեմ, երազանք չասեմ, բայց այն մտահաղացումը, որ ես միշտ ուզեցել եմ ալիք ունենամ, բացեմ, ինչու ոչ, սիրել եմ, միշտ հետևել եմ վլոգերների տարբեր, մինչ օրս էլ հետևում եմ շատ շատերին, ու ինչպես որ հենց իմ առաջի վլոգում պատմում եմ, որ գնաք հետ, շատ վլոգներ չկան, վիդեոներ կնայեք, որ այդպես ես միշտ ցանկություն ունեցել եմ, բայց եկավ հասավ այն պահը, որ հենց այնպես ոչինչ չի լինում, ինչպես գիտենք, ես էլ ծանոթացա իմ շատ սիրելի վլոգերներից մեկին, Family Video America, ես առաջի վլոգում էլ եմ ասում, Family Video America վլոգին, ով վարում է իմ շատ սիրելի, իմ հարազատ դարձած Աննա քուրիկը իմ, ես իրեն այդպես եմ դիմում, ով ինձ, ոնց ասեմ, ոչ ճիշտ, ասեմ, որ մի խոսքով, ինձ այդ ամեն ինչ նպատակա դրել էի, ինչ որ երկար ժամանակ մտահաղացումներ եղել է, ինքը ինձ, այսպես ասեմ, մցրեց այս ոլորտի մեջ, ինքը ինձ ոգևորեց, ինքը ինձ հորդորեց, խորհուրդ տվեց ու ամեն ինչ արեց, ամեն բան արեց, նպաստեց դրան,
որ ես բացեմ ու ունենամ իմ YouTube-յան ալիքը։ Երբեք չեմ մոռանա, երբեք չեմ անտեսի, երբեք չեմ ուրանա, այսպես ասեմ, այդ քայլը, ով իմ համար արեց դա, սրտանց, անկեղծ, մաքուր ու ամենակարևորը Աստծով արեց դա, որովհետև հենց այնպես չի լինում։ Ամեն բանի մեջ էլ Աստված իր ներդրումը, իր ամեն ինչը ունենում է, սիրելիներս։ Ես միշտ շնորհակալ եմ Աստծուն առաջինը։ Ամեն հարցում, ամեն Աստծու լուսաբացին եւ երեկոյին իմ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ արթնանում եւ քնում ենք։ Հետո երբեք չեմ մոռանում այ իմ Աննա Քուրիկի նման մարդկանց, ովքեր բարի են, ովքեր բարին են կամենում քեզ։ Սրտանց ու անկեղծ ու մաքուր սիրով սիրում են քեզ, ամենակարևորը դա է, ամենավեհ մարդկության դա է, սերը, անկեղծությունը, նվիրվածությունը, մի խոսքով։ Այսպես, ամուսինս աջակցեց, շնորհակալ եմ իրեն, անչափ, ինձ պատժկա դուխ տալու, այսպես, ոնց ասեմ, պատժկա ռուսերեն չասեմ, ոնց ճիշտ կլինի ասեմ, որ ինձ թևութիկունք եղավ, ինձ թույլ տվեց, որ ես բացեմ իմ YouTube-յան ալիքը։ Իսկ իր նկարահանվելը Երևալը վլոգներում, ես հատուկ էի Ամանորի վլոգում նկարը մեր դրել, որ տեսնեք, որ շատ հետաքրքիր է, գիտեմ շատ հետաքրքիր է, գիտեմ շատ սիրում եք ընտանեկան առօրյաները, վլոգները, վլոգերներ կան, որ ամուսիններով տեղ են գնում, հավեսին թեկուզ խոհանոցում են լինում, զրուցում են կամ այսպես, դա էլ է շատ հետաքրքիր, ես ինքս էլ դա սիրում եմ, բայց ասեմ ձեզ, նենց չի, որ ինքը կտրականապես արգելել է, չգիտեմ ինչ, որ չերևա վլոգներում, դեռ ժամանակ է ինձ թվում է պետք, իրան էլ, ինձ էլ ճիշտը որ ասեմ, ոնց որ ես էլ չկարողանամ իրան դեռ նկարեմ, ոնց որ նկարում եմ ինձ, Սոնուլիս, Հովուլիս, բայց ամուսնուս դեռ չեմ կարողանում նկարեմ, դե իրան էլ է ժամանակ պետք, հասկանում եք, մի օր հուսով եմ կգա այդ օրը, իրան հետ էլ կծանոթանաք սիրելիներս, բայց ամեն դեպքում շատ շնորհակալ եմ ես իմ ամուսնուս, ինձ թևեր տալու, ինձ ոգևորելու, իմ կողքին կանգնելու համար, այսպես ասեմ, սա էլ ամուսնուս մասին, սիրելիներս, մազերիս գույնից էիք հարցրել, որ Անի ջան կնշես, որ համարիներ, կովես ներկում մազերը, ես ասեմ, կասեք իրանա գովում, այո, ես ունեմ ինձ գովելու տեղ, իմ մազերի գույնի, այսպես ասեմ, ես ինքը շատ սիրում եմ, ես ինքը շատ հիանում եմ իմ մազերի գույնով, քանի որ նա ներկաց չի, սա իմ բնական, իմ գեղեցիկ, իմ շքեղ, իմ տարբերվող, յուրահատուկ վարսերն է սիրելիներս, որ հարցրել էիք մազի ներկի համար, չեմ կարող տալ բնականա, ու այո, ինձ շատերն են հարցնում, շատերը, ու զարմանում եմ, որ բնականա, ու ես էլ միշտ հիանում եմ, որտև ես ինքս եմ շատ սիրում, ինքը տարբերվող է ու շքեղ է, ու ինձ շատ սազում է, իմն է, մի խոսքով սա ոնց որ Աստված գիտի ինչ անում, Աստծո տված ինձ գնում է, չի համար շատ շնորհակալ եմ ես, Աստծուն, այսպես, ներկաց չի, շատերը հարցնում են Անի ջան համարը ասա կամ թեկուս եղել է որ ցանկություն ունեցել եմ ներկելու, ինձ միշտ վարսավիրներս ասել են, չէ, չներկես հանկարծ, եղել է սիրելիներս մի ժամանակ, այդ շատ վաղուց, մի տարի երևի, դա շատ վաղուց էր, այն որ դպրոցս նոր էի ավարտել, բանը չէ, ուզում ես ներկես, չգիտեմ ինչեր անես սենց ունենց, ես ներկեցի, իդեպ կտրուկը այս փոփոխությանը եկել եմ, ասեմ նոր անցնեմ դրան, կտրուկ փոփոխությանը եկել եմ, վարսերս այս տեղիցը շատ երկար, այսենց վարսեր ուներ, մի օր առիթի էինք, որոշեցի գնամ վարսահարդարիս մոտ ու ինչ սարքեմ, ինչ անեմ մազերս այս անգամ ու ես կտրուկ մի փոքր երկար էլա կտրեցի ու փոխեցի ոճս,
Բոլորը անակնկալի են եկել, դա կտրուկ էր ու չսպասված ու չպլանավորած էր։ Այսպես իմ մոտ այդպես է լինում, սիրտս ուզում անում եմ, ամուսնուս հետ խորտակցում եմ, բայց ասեմ անկեղծ լինեմ, չէի խորտակցել, ուզեցի բոլորի համար անակնկալ լինի։ Ու եղավ այդ անակնկալը։ Իսկ ներկելու առումով եղել է այդ տարիներին, որ ես ներկել եմ իմ մազերը, ծոմնի շոկոլադ, հա, տենց էր գույնը կոչվում, նույնիսկ չեմ էլ հիշում, բայց շոկոլադնի, բայց սիրելիներս ներկեցի, այն որ հասկացա, որ ահա որ ա ներկած, իմ գալիս էր ամիսը, ինչ ամիս, 20 օրը չլրացած գալիս էր իմ արմատները ու բացի դա էլ իմ բնական փայլին ոչինչ չէր հասնի, մի երկու անգամ այդ ներկածը լվանում ես ինքը խամրում է, իսկ իմ բնական փայլը երբեք ոչ մի բանի հետ չեմ փոխի, որովհետև ինչ նյութերով ուզում ես ներկի, ինչ արժեքի, ինչ տարբեր, կապ չունի, միևնույն է, բնականին ոչինչ չի հասնի։ Ու տա Աստված, որ ես ներկեմ շատ ուշ սպիտակների հայտնվելու իհարկե դեպքում, ինչը կուզեմ, որ շատ ուշ լինի։ Բայց ասեմ ներկած եղել է շատ վաղուց, չեմ էլ հիշում նկարներ ունեմ այդպես թե չէ, ճիշտը որ ասեմ չեմ հիշում։ Բայց ու այդ դպրոցական տարիները ավարտելուց մի տարի երևի հետո ես հասկացա, որ ոչ, իմ մազերը փչացնում է, խամրում է, իմ մազերը շատ երկար է եղել, շատ հաստ է եղել, իմ մազերի հյուսքը այսքան էր, չեմ չափազանցնում, անկեղծ եմ ասում, բալիկներից հետո է թափվել իմ մազերը, ծննդաբերություններից հետո համ Սոնայի, հետո մինչև վերականգնվեց հետո Հովուլի, մի խոսքով սա էլ իմ մազերի մասին, հուսով եմ հետաքրքիր է, հավես է ձեր հետ սենց նստած, գիտեմ թե իմ դիմաց նստած հապատասխանում եմ ձեր հարցերին, արդեն բոլորի տանուններով, նկարներով, թեկուս ականութներով ճանաչում եմ, շատ հաճելի է, բոլորից շատ սիրում եմ ձեր լավ, բարի, քաղցր անուշ մեկնաբանությունները, շատ շնորհակալ եմ բոլորիդ, ես էլ, մենք էլ ձեզ ենք շատ սիրում, ասեմ իմանաք դուք, դա ամեն ինչ փոխադարձ է լինում, քանի որ այսպես վիրտուալ շփման ժամանակ էլ դու հասցնում ես մարդու լավ տեսակը թեկուս էկրանից այն կողմ, անկեղծ սրտով թեկուս հենց այդ մեկնաբանությունները գրելը հասցնում ես հասկանաս, հաստատ կարողանում ես հասկանաս, այսպես, հա, հարցրել եք ես որտեղ եմ աշխատում, սիրելիներս ես չեմ աշխատում, քանի որ մենք Երևանից տեղափոխվել ենք աշտարակ, քաղաք աշտարակ, մենք ապրում ենք քաղաք աշտարակում, ասեցի երևի վլոգի սկզբում, այստեղ ես իմ երեխաների հետ մենակ եմ, ամուսնուս աշխատանքը քաղաքում է, ինքը գնում է քաղաք, իր գործին, իսկ ես այստեղ իմ երեխաների հետ մենակ եմ, այսինքն չկա մեկը, ով կարող է պահի կամ ով կարող է երեխաներիս թեկուզ դպրոցից վերցնի, պարտեզից վերցնի, նկարչության տանի բերի, ժամերը շատ տարբեր են, շատ խառնա, ես այսպես ասեմ կազմակերպված, այդ ամեն ինչը հասցնում եմ, որ բոլորին իրենց տեղին հասցնեմ անելիքներս, սիրելիներս, դուք ինքներդ շատ լավ հասկանում եք, դրա համար ես չեմ աշխատում, ես տանն եմ, իսկ արդեն աշխատանքը, որ ասում եմ, շեշտում եմ, սա է արդեն իմ աշխատանքը, սա էլ կոչվում է իմ աշխատանքը տանից, իմ բալիկների հետ, ես պատրաստում եմ, մաքրում եմ, կերակրում եմ, իրենց կողքին եմ լինում, իրենց չեմ թողնում, իրենց ինչ-որ մեկի հույսին թեկուս սենց ասեմ չեմ թողնում, այդ ամբողջ պատասխանատվությունը, պարտականությունը, դրանք բոլորը իմ ուսերին են ու ես կատարում եմ դրանք շատ մեծ սիրով, շատ մեծ պատասխանատվության զգացումով, ես պատասխանատու մարդ եմ սիրելիներս ու սիրում եմ, որ ես ինքս իմ, սենց ասեմ, անելիքները ես անեմ, ես այդպես արդեն շատ վաղուց եմ սովորել ու ես համարում եմ, որ դրանից ճիշտը չկա, հիմա կգրեք կամ կասեք անի ջան օգնող,
օգնող սիրելիներս, օգնող ձեռք կամ օգնող կողքից ունենալը վատ չի, բայց ասենց ասեմ, թողնել քո երեխայի հոգսը ամբողջությամբ ուրիշի ուսերին, թողնել թեկուզ հենց եւ այդ տատիկ, պապիկ կամ մորաքույր, քեռի, չգիտեմ ով մոտ որ թողնում է, ես բնավ չեմ քննարկում, չեմ քննադատում, չեմ էլ խառնվում, դա իմ գործը չի։ Միշտ հիշեք, ես ինչ խոսում եմ, իմ փոխարեն իմ տեղն եմ խոսում։ Ես այդպես մտածում եմ, ու սա իմ կարծիքն է։ Թողնել երեխաներին, թողնել քո տան պարտականությունները, ինչու ոչ քո ամուսնու համար համեղ ընթրիք պատրաստելը, ինչու ոչ քո երեխաներին մի համով բան պատրաստելը, թխելը, անելը, դուրս գալը, դրանք բոլորը հաճույք են տան, կնոջ, մայրիկի համար, ամուսինների, զույգերի համար։ Դա շատ է օգնում ինքնուրույն կայանալու, շատ մեծ պատասխանատվության զգացողություն է լինում հենց քո ուսերի վրա, որ դու պետքա անես քեզ բաժին ընկած պարտականությունները, որովհետև դրանք քոնն են, այսինքն իմն են տվյալ պարագայում, իսկ հիմա ես դրանք անում եմ շատ սիրով, ես թեկուզ շատ հոգնում եմ, շատ վազքի մեջ եմ լինում, շատ տարբեր է լինում իմ դուրս ու ներս անելը, շատ բաներ, թեկուզ հենց տանը չեմ հասցնում անել։ Բնականաբար բոլորս էլ դա հասկանում ենք, իսկ ես չեմ կարող ասել, ոյ, չէ, իդեալական 100%, իդեալական ոչինչ ու ոչ մեկ չկա այս կյանքում, իսկ ես հասցնում ու անում ու կազմակերպում եմ այնպես, արդեն ինչպես որ ինձ, իմ ընտանիքին է հարմար, ինչի համար նորից կարող եմ շնորհակալությունս հայտնել նաև իմ ամուսնուն, տարբեր հարցերում եւս ինձ աջակցելու համար։ Մենք կարողանում ենք ինքներս այն որ կայանալ, ինքներս պատասխանատվություն ունենալ, ինքներս մեր պարտականությունները հասկանալ ու կատարել ճիշտ ու տեղին, որտեվ դա շատ կարևոր է, հատկապես զույգերի, ամուսինների համար, ինչի համար անչափ շնորհակալ եմ Աստծուն առաջինը, ու հետո մնացած արդեն եկող մարդկանց ու հանգամանքներին, դե ասենց ասեմ, սիրելիներս, կարող է գա մի ժամանակ, որ ես աշխատեմ, ինչի ոչ, կարող է եւ չաշխատեմ, այսինքն աշխատանք ասվածը սա հիմա սիրելիներս, դուք բոլորդ ինքներդ շատ լավ հասկանում եք, որ ինչքան բլոգերները, ինչքան շատ անթիվ անհամար բլոգերներ ունենք, դա հենց այնպես չի, դա մարդկանց աշխատանքն է, դուք կարող եք մտածել, որ կադրից այն կողմ նույնիսկ չպատկերացնել, ինչեր է կատարվում զակադրում, մինչև որ ներկայացվում ու մատուցվում է ձեզ գեղեցիկ վլոգները, դա աշխատանք է շատ դժվար, դրանք մոնտաժ անելը, դրանք տեղադրելը ժամանակի հարց է, ամեն ինչն է ժամանակի ու չարչարանքի, իսկ դա արդեն սա իմ աշխատանքն է, ես որ ասում եմ հիվանդ ժամանակ նշել էի, որ խանգարում է իմ աշխատանքին, եսի նկատի ունեի այս աշխատանքին, սա մի պատասխանատվություն է, սա մի աշխատանք է, ժամանակատար, ամեն բան ունի ժամանակատար, հոգնեցուցիչ իր ճանապարհները, ոչինչ, ոչ մի բան այս կյանքում հեշտ չի, իսկ ես, քանի որ սիրել եմ, միշտ ուզեցել եմ, ինձանից էլ արդեն կհասկանաք, որ ես մեծ հպարտությունով ու սիրով եմ անում այս ամեն ինչը։ Մի բան էլ թող պակաս հասցնեմ, մի բան էլ թող կադրից այն կողմ պակաս մնա, բայց ես հետո դրանք իմ անելիքներն է, ես անելու եմ միևնույնն է ու անում եմ ու կանեմ, բայց սիրում եմ իմ աշխատանքը լինի, այն որ այսպես ասած տեղը տեղին, մաքուր, կոկիկ, իդեալական, ինչքան հնարավորին իդեալական ներկայացնեմ իմ սրտիկներին, որ դուք եք, որ նայում եք ու մեկնաբանում եք ու սիրել եք ինձ, ես էլ անչափ սիրում եմ բոլորիդ, այսպես այլ իմ աշխատանքի մասին, հետո, հա, սիրելիներս, ասել էիք ռում տուր, այսինքն տունը ցույց տամ մեր,
Երևի անցած մաքրության վլոգում, որ այսպես արագացրած կադրերով մեծ մասը տեսել եք, մնացած մասն էլ սիրելիներս, մի օր դրան էլ ժամանակ կտրամադրեմ, դուք ինքներդ էլ հասկանում եք, որ երկու բալիկների հետ ու ամանորյա Եռոզեռի հետ մի փոքրիկ ժամանակի առումով կարող է չտեղավորվեմ, այսպես ասած, ժամանակի մեջ, բայց անպայման հասցնելու եմ, անելու եմ, ցույց կտամ սիրելիներս, այսպես ասեմ, ցույց կտամ ու տվել եմ համարյա ամեն ինչն էլ չէ, երևի այնտեղ խոհանոցի ու լոգարանի մասն է մնում դեր, սեփական տունը հայատներ ունենք, մեծ բակ ունենք, իսկ ամռանը հրաշք այգի ունենք, ամռանը այնտեղ բոլորով միասին սուրճ կվայելենք, ես վայելում եմ մեր այգին, ամռանը հրաշք մեր բակը, այսպես ասեմ, դե որ տեղափոխվել ենք սիրելիներս, դուք ինքներդ հասկանում եք, վերանորոգումները արել ենք, շատ անելիքներ դեռ ունենք անելու, թե վերանորոգման, էլի, թե կահավորման, թե բակում, թե մի խոսքով ցույց կտամ այն մասերը, որը որ ցույց կտամ, իսկ ինչը որ ցույց չեմ տա, կուզենամ արդեն լիարժեք պատրաստի վիճակում լինի, որ ներկայացնեմ ձեզ, այսպես, դա էլ մի օր անպայման կանեմ սիրելիներս, չեմ խոստանում ու չեմ ասում երբ, որ խոստումիցս չհելնեմ, բայց անպայման մի օր դրա ժամանակն էլ կգա, ամեն բան ունի իր ժամանակը, սիրուն վայելեք վլոգները մեր, սիրուն նայեք մեր ամեն ինչը, նայեք վայելեք, սուրճ դրեք ու գրեք ձեր մեկնաբանությունները, այստեղ երևի թե հարցերը, որ նշել եմ, այսքանն էին, ոնց որ թե, որտև ամեն վլոգի տակից ես հանել եմ հարցերը դուրս գրում եմ արել, որը որ հիշելով եմ արել, որը որ այսպես հիշում ու համել ընթացքում պատասխանում եմ, որ չմոռանամ, հանկարծ չլինի, սիրելիներս ոչ մեկից չեմ անտեսում, իհարկե չկա նման բան, ոչ մի տարբերություն իմ համար չկա, բոլորիդ շատ սիրում եմ, շատ գնահատում եմ, որ իմ ալիքում եք, իմ էջում, այսպես, հա, մի հարց, ստեղ տեսեք նշել եմ, իմ վլոգներում էլ եք շատ հարցնում, եղելա որ հարցրել եք, տիկին Անժելայի համեղ խոհանոցը էջը որ կա ալիքը, ինքը, սիրելիներս, Անժելայի համեղ խոհանոցը, ինքը ևս ունի ալիք, բազմահազարանոց հետևորդներ ունի, տիկին Անժելան էլ իմ սիրելի Աննա քուրիկիս քույրիկն է, հարազատ, ում ես ինքս էլ շատ լավ ճանաչում եմ, ինձ էլ է դարձել հարազատ, շատ յուրահատուկ, շատ լավ, շատ բարի անձնավորություն է, իհարկե իր վլոգները հիմա ինքը չի նկարում, սիրելիներս, բայց ես ինքս էլ հաճույքով հիմա էլ միացնում ու նայում եմ, շատ հաճելի է, շատ սովորելու բաներ ունենք, շատ համովություններ է պատրաստում, տիկին Անժելաս այն որ ինքն էլ յուրահատուկ մարդ է, անձնավորություն է, այսպես ասեմ, շատ բարի, շատ լավ, իրենք քուրիկներով բոլորն էլ շատ լավն են, շատ բարի են, շատ կամեցող են, շատ դրական են, շատ բաներ են սովորացնում, տիկին Անժելաս հիմա այս պահին չի նկարահանում, գրել եք, հարցրել եք, ինքը ոնց որ ձեզ պատասխանում էլ է, երբ որ ժամանակ է ունենում հասցնում է, սիրելիներս, դա էլ տիկին Անժելայի, ձեր սիրելի, իմ սիրելի Անժելա քուրիկիս մասին, այսպես ասեմ, իրեն էլ եմ ասում Անժելա քուրիկս, ինքը շատ է ինձ օգնում, Աննա քուրիկիս հետ, ինքն էլ է շատ ինձ օգնում, բանի, վլոգների հարցում, ամենասկզբից ինքը շատ է ինձ օգնել մոնտաժների հարցում, մինչև առ այսօր էլ զանգում է, սովորացնում է, բաներ կան, որ չեմ հասկանում կամ դեռ նոր եմ, չեմ կարողանում անեմ, միասին ենք անում, ժամանակը իրա տրամադրում է, զանգում է ինձ և մենք միասին նկարահանում, կատարում ենք, անում մոնտաժները, սովորացնում, ուսուցանում է ինձ, սա էլ մեր սիրելի Անժելայի, տիկին Անժելայիս, Անժելա քուրիկիս մասին, ինքը կարդում է, գրեք մեկնաբանությունները, ինքը կարդում է, իրեն էջում էլ կարող եք գրել, այնտեղ էլ է կարդում ու պատասխանում, կապ չունի, որ հիմա այս պահին
դադար է, չի նկարահանում։ Ես էլ մեծ սիրով սպասում եմ, երբ որ նորից կսկսի նկարահանել, քանի որ այդպիսի ձեռքեր ունի, ոսկի ձեռքեր, սիրելիս, քեզ էլ եմ բարևում, համբուրում, ձեռքերդ էլ միշտ դալար մնան, միշտ այդպիսի համեղություններ պատրաստես, ցույց տաս, շարունակես քո գեղեցիկ հրաշք վլոգները, բոլորն էլ ձեզ շատ սիրում են, շատ սպասում են։ Այսպես սիրելիներս, սա էլ այսպես, հուսով եմ ոչ մի հարց բաց չեմ թողել, հուսով եմ, որ ոչ մեկիդ հարցերը աննկատ չի մնացել։ Սիրելիներս, ես մի երկու անգամ ընդհատում եմ, հովուլ այնտեղ ակտիվ խաղում, բղավում, չգիտեմ ինչ ձայներ է հանում։ Չեմ ուզում ուղղակի աղմուկը շատ լինի, կարող եմ խոսել, բայց դե չեմ ուզում աղմուկ լինի վլոգի մեջ, ձայնս էլ չլսվի։ Այսպես, ուզում եմ ավարտեմ վլոգս այստեղ, հուսով եմ հավանեցիք հարց ու պատասխանները, հուսով եմ բավարարեց պատասխաններս բոլորից, սիրելիներս, եթե էլի լինեն հարցեր, որ տակ կամ ուզում եք տակ, գրեք մեկնաբանություններում, կպատասխանեմ մեծ սիրով, անչափ շնորհակալ եմ հարցերի համար էլ, շնորհակալ եմ բոլորիցս սիրելիներս, անչափ շնորհակալ եմ, համբուրում ու գրկում եմ իմ սրտիկներին։ Դե ինչ, ավարտենք վլոգը, լավ մնացեք, դիտեք, սուրճը դրեք, վայելեք երեկոյան ժամը ու կգրեք մեկնաբանություններում, հավանեցիք, պատասխանեցի լիարժեք ձեր հարցերին, կսպասեմ ձեր մեկնաբանություններին, չեք մոռանում լայքեք, բաժանորդագրվեք ու տարածեք իմ ալիքը, սիրուններս, համբուրում, պակա, կհանդիպենք հաջորդ վլոգում, պակա։